Շարունակում ենք ծրագիրը հարգելի հեռուստադիտողներ, այժմ ժամանակն է կապվելու պարոն Չիբուխչյանի հետ, կապը հեռավար է, գիտեք, Արմեն Չիբուխչյանը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում, բայց վերլուծությունները չեն դադարում։ Բարև ձեզ, պարոն Չիբուխչյան։ Ողջունում եմ բոլորին։ Ինչպե՞ս եք։ Լավ, շնորհակալություն, շուտով կվերադառնամ, արդեն մի երկու շաբաթից արդեն եթերներ կունենանք մեր տաղավարից ավանդաբար։ Ինչպե՞ս է Հայաստանը։ Եղանակը փչացավ, ցավոք սրտի, ոնց որ մերինադու, բայց դե ոչինչ, հուսով եմ մի քանի օր լավ եղանակ գոնե Դարձյալ անձրևներ են։ Անձրևներ են, այո, անձրևներ են, ցրտեց, այսօր ցրտեց, ցավոք սրտի, բայց հուսով ենք կբացվի մի քանի օրից։ Եվ ցուրտը բնավ չի խանգարում վերլուծություններին, սկսենք փաստից, որ Միացյալ Նահանգների նախագահը այսօր շնորհավորել է Ադրբեջանի նախագահին Նովրուզի կապակցությամբ եւ այն տողերը, որ հնչեցրել է Թրամփը իր այդ շնորհավորական հաղորդագրությունում մի քիչ մտահոգիչ են երևի նաեւ Հայաստանի Հանրապետության համար։ Միգուցե ես ընթերցեմ տեքստը կարճ, որպեսզի բոլորը պատկերացում կազմեն չի մասն է խոսքը եւ սրա շուրջ նաեւ կան այլ զարգացումներ։ Ուրեմն Թրամփը Ալիևին գրել է ողջունում եմ խաղաղության հաստատման ուղղությամբ Ադրբեջանի եւ Հայաստանի ձեռնարկած քայլերը, ուրեմն շնորհավորել է Նովրուզի առիթով, դրա տեքստը հրապարակել է ադրբեջանական պետական ազերթակ գործակալության կայքում։ Միացյալ Նահանգներն ու Ադրբեջանը համատեղ աշխատանքի երկարատև պատմություն ունեն։ Հուսով եմ առաջիկա տարիներին մենք քայլեր կձեռնարկենք նոր մեծ գործերին ընդառաջ։ Այստեղ հետաքրքիր է նոր մեծ գործերին ընդառաջ նշել է Թրամփը, հավելելով, որ երախտապարտ եմ Ադրբեջանին մեր գործընկեր Իսրայելի հետ բարեկամության այդ երկրին ցուցաբերած աջակցության համար։ Միացյալ Նահանգները հետագայում եւս կաջակցի Ադրբեջանի ինքնիշխանության, անկախությանն ու տարածքային ամբողջականությանը։ Օրեր առաջ ուրեմն մենք հիշում ենք, որ ուրեմն խոսում էին Թրամփի ադմինիստրացիայից, որ Հայաստանի վատ անհամբեր սպասում են Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ուրեմն խաղաղության պայմանագրի ստորագրման, բայց այստեղ մտահոգիչը գիտեք որներ ինչ որ մեծ գործեր են բռնել իրար հետ եւ ըստ էության դա ասում է Իսրայելի համատեքստում, որտեղ նշվում է, որ ողջունում է Իսրայելի իր բարեկամ Իսրայելին, ուրեմն Ադրբեջանի կողմից տարվող քաղաքականության հետ կապված, աջակցելու հետ կապված։ Ես դուք գիտեք, քանի անգամ ենք մեր հաղորդման ժամանակ ես այս մասին վտանգը ներկայացրել, շեշտը դրել, երևի ամենաշատը ես եմ խոսել այս մասին, ուրեմն անհամեստություն չթվա, բայց այս վտանգի մասին երևի ամենաշատը կամ շատ քիչ մարդիկ են խոսում, բայց ամենաշատը երևի ես եմ զգուշացրել, որ սա վտանգավոր է։ Հիմա մի այլ նորություն ասեմ, մի այլ այսինքն նորություն չի, տեղեկություն ասեմ, օրերս Բաքվում տեղի են ունեցել բանակցություններ Թուրքիայի եւ Իսրայելի պատվիրակության միջեւ։ Ինչով է սա հետաքրքրական։ Ուրեմն Նեթանյահուն երբ որ Տրամփի մոտ նստած էր, ինքը ասաց, որ ինքը չի ուզում պատերազմել Թուրքիայի, չի ուզում կոնֆլիկտը սրվի Թուրքիայի, որտեղ մենք տեսանք, որ ինքը ռմբակոծեց Սիրիան, իսկ Թուրքիա այն լուրերի ֆոնին, որ Թուրքիան ուզում է ռազմական բազա տեղադրել Սիրիայում։ Եվ փաստորեն Ադրբեջանը այստեղ նաև մեդիատորի, այսինքն միջնորդի դերակատարում է ստանձնել եւ ըստ էության Թրամփի հոգսը թեթևացնում է, որովհետեւ Նեթանյահուն ասաց, որ քանի որ Թրամփը լավ հարաբերություններ ունի Էրդողանի հետ, իսկ հետո գիտեք այդ սիրո խոստովանությունները Էրդողանին փոխադարձ եւ այլն, հա, չէ, մի երկու օր առաջ էր ասել, հիմա Ադրբեջանը ըստ էության դառնում է խաղացող տարածաշրջանում, հաշվի առնելով այդ մեծ գործեր արտահայտությունը, դա արդեն մտահոգիչ է դառնում եւ տարածաշրջանում Ադրբեջանը ունի անկախության խնդիր, ըստ էության մենք ունենք անկախության խնդիր, սա խոսում այն մասին, որ Ադրբեջանը կարողացել է ներկայացնել Թրամփին այնպես, որ Իրանը սպառնում է ենթադրաբար Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը կամ Ադրբեջանին, բարձր որ նա չի հավատում, որ Հայաստանն է դարձում։ Այսինքն իսկ մենք գիտենք, որ քանի որ իրավիճակը լարված է, մենք երեք Տերենիկի հետ զրուցեցինք, գիտեք, խոսեցինք Իրանում հայ-իրանական զորավարությունների մասին եւ ես շեշտեցի, որ դա մտահոգիչ է, որ այս իրավիճակում Հայաստանն ու Ադրբեջանը, Հայաստանն ու Իրանը այս լարվածության ֆոնին ընկալվելու են մեկ ճամբարում, դա իմիջային լրջագույն վտանգ է հասցնում Հայաստանի։ Ցավոք սրտի, իսկ դրանից մի քանի օր առաջ էլ դուք գիտեք, որ Այաթոլլահ Խամենեին նամակ էր ուղարկել մի շարք պետություններին, զգուշացնելով, որ հանկարծ չաջակցեք Միացյալ Նահանգներին,
եւ ովքեր որ աջակցեն Իրանի դեմ ագրեսիային, բնականաբար պատասխան են ստանալու, այսպիսի մի նամակ։ Դե բնականաբար մենք իրանց պատասխաններին այսպես շատ չենք լանալու։ Այսինքն գլոբալ ֆոնը մենք հասկացանք, չէ՞։ Գումարած սրան, Թրամփը ուրեմն երեք հայտարարել է, որ ուրեմն Իսրայելի միջնորդությամբ կհարվածի Իրանին, եթե Իրանը չգնա գործարքի, շաբաթօրը մենք գիտենք, որ կարևոր բանակցություններ են լինելու, հուսով եմ երկու շաբթի օրը մի բան կիմանանք կխոսենք։ Եվ սա ամբողջը մեզ է վերաբերվում, ամբողջը մեր կողքն է տեղի ունենալու։ Դե այո։ Տարածաշրջանը Եվ այսօր էլ հայտարարել է, որ ԱՄՆ-ն ունի զենք, որի մասին ոչ մեկ չգիտի, շատ հզոր զենք, ակնարկել է, որ դա կարող է օգտագործվել փաստորեն Իրանի դեմ։ Այսինքն սա ինձ ինչով է մտահոգում։ Մտահոգում է նրանով, որ ըստ էության Ադրբեջանը մտավ այն խաղի մեջ, որը ես ամիսներ շարունակ խորհուրդ եմ տալիս, որ Հայաստանը պետք է մտներ այդ խաղի մեջ։ Դե Ադրբեջանի հնարավորությունները ախր թույլ են տալիս այդ ամեն ինչը, այդպես չէ։ Մերն էլ են թույլ տալիս, որովհետև ի վերջո այստեղ մի լրջագույն բան կա, որ ես հիմա երկրորդ մասը կասեմ ու կավարտեմ այդ Հայաստանի հնարավորությունների մասին, բայց գլոբալ մեր հնարավորությունների դեպ շատ կարևոր են այստեղ կշեշտեմ, բայց գլոբալ ստացվում է այնպես, որ մենք չենք կարող նստել ու վստահել Թրամփի կամ ամերիկյան ադմինիստրացիայի խոսքերին, որովհետև Թրամփը սիրում է գործունյաներին, Թրամփը սիրում է ովքեր իրենց ինչ-որ բան են առաջարկում, իսկ մենք մինչև հիմա նկատեք, չունենք պատվիրակություն Ամերիկայից, մինչև հիմա այդ ռազմավարական հանձնաժողովի պայմանավորությունները մնացել են թղթի վրա, եւ սա էլ է մտահոգիչ։ Ռուբիոն նշեց, որ շարունակվելու են ռազմավարական հարաբերությունները։ Ասում են, բայց դուք հիշում եք, որ մեր պաշտոնյաներն ասաց, որ մի քանի օրից կունենանք նորություն, արցել է 2 շաբաթ, էլի նորություն չունենք այդ հայտարարությունից ի վեր, եւ շատ լավ կներ, որ սկսվեր իմպլեմենտացվել այդ ռազմավարական հանձնաժողովի մասին ուրեմն համաձայնությունը, որ կնքվել է Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ։ Շարունակությունը դադարից հետո ես կներկայացնեմ։ Այո, հիմա պիտի գնանք գովազդային դադարի։ Բայդուբայ.am, այո, Բայդուբայ.am։ Դարձեք անշարժ գույքի սեփականատերը Դուբայում Բայդուբայ.am-ի օգնությամբ եւ մենք ապահովենք Արաբական Միացյալ Էմիրությունների ձեր ռեզիդենտության քարտը։ Արաբական Էմիրություններում առանց տոկոսագումարի ձեռք բերեք անշարժ գույք սկսած $140,000-ից, ստանալով մինչև 15% եկամուտ Բայդուբայ.am-ի օգնությամբ։ Մեզ հետ կարող եք կատարել եզակի ներդրումներ Mercedes-Benz, Bugatti, Burj Khalifa եւ Դամակ ճարտարապետական գլուխգործոցներով հայտնի MR եւ Bingatti-ի հեղինակավոր կառուցապատողներին պատկանող անշարժ գույքի շուկայում։ Կատարեք ձեր ներդրումը ֆինանսական ժամանակակից երկնաքերերի, շքեղ հյուրանոցների, ոսկեփայլ լողափերի եւ ֆինանսական բարձունքներ նվաճելու քաղաքում։ Բայդուբայ.am։ Եթերում լուրերի թողարկումն է, այժմ վերլուծությունները Արմեն Չիբուխչյանից, պարոն Չիբուխչյանը գովազդից առաջ ասեց, որ կներկայացնի Հայաստանի հնարավորությունները հայ-ամերիկյան հարաբերությունների համատեքստում։ Այո, եւ տեսեք մենք հիմա աշխարհքաղաքական այս մեծ բարդ ու վտանգավոր խաղում ինչպիսի իրավիճակ ունենք։ Ունենք Ադրբեջան, որը ակտիվ մտել է խաղի մեջ, ունենք Հայաստան, որը շատ пассив է այս իմաստով, եւ մենք սպասում ենք ինչ որ մեկի բարի կամքին, հասկանում եք, այն դեպքում որ գործարքները որ կնքվում են աշխարհով մեկ։ Եվ այս իմաստով իմ տագնապները եւ իմ մտահոգությունները ուժ գնանում են։ Հիմա անդրադառնանք ինչ կարող ենք մենք առաջարկել։ Դուք գիտեք, որ իսկ սկզբանե առաջարկում է, որ այդ նույն մեղրի թնջուկը դուք տեսաք չէ, որ նույն դեսպանը Ամերիկայի, քան այցելեցյունիկ, Ֆրանսիայի դեսպանը այցելել։ Քանիցս արդեն, այո, այնտեղ իրենք ուրեմն հետաքրքրված են, այնտեղ բան ունեն, ամերիկյան ընկերություն կա աշխատող, գնացել են այնտեղ, հիմա եւ իրենք հետաքրքրված են եւ ինքը ինչ ասեց, ասեց որ մի քանի ծրագիր ներկայացրեց դեսպանը, մի քանի է, անպայման վերադառնալու եմ սունիկ։ Հիմա նույնն է Ֆրանսիան, մենք տեսնում ենք, որ այսօր ցավոք սրտի ուրեմն տեսանք, որ երկու ֆրանսիական հեռուստաընկերություն փորձել են Հայաստանում հեռարձակում իրականացնել հանրային մուլտիպլեքսում, բայց չեն թույլ տվել պատճառաբանությամբ, որ դա սխալ է, բայց այդ սխալը դեռևս գործում է ռուսների համար, հա, այսինքն էս իմաստով։ Հայաստանը ոչ մի գործնական քայլ չի արել ցույց տալու Թրամփին, արևմուտքին, որ իր վրա կարելի է հույս դնել, ցավոք սրտի։ Իսկ ես վաղը կներկայացնեմ Արամ Սարգսյանի հետ հարցազրույց, ես չգիտեմ այդ հատվածը կհասցնեմ մտնել, որտեղ դուք գիտեք ես մեր ժամանակը սուղ է արդյանում YouTube-յան հարցազրույցից կներկայացնեմ եւ Արամ Սարգսյանը մի կարևոր բան ասաց, որ
մենք էլ ունենք այդ հազվադեպ մետաղները Հայաստանում, որը կհետաքրքրեր Միացյալ Նահանգներին։ Եվ ցավոք սրտի ինքը ասում է, ես երկար ժամանակ դա առաջարկում եմ, որ պետք է դա ներկայացնել եւ դրա արձագանք չկա։ Հասկանում եք, այսինքն սա մեկ տարական բան, որ հիմա տեսնում եք ինչքան է պետք է եւ սա ռեսուրսների պայքարը Չինաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ, եթե մենք հասնենք ապավենես տարիքներին ենք անդրադառնալու, չէ՞։ Տեսնեք ինչ է կատարվում։ Սա մեկ, երկրորդը շատ, ասում եմ, ծակ վերլուծաբաններ կամ փորլուծաբաններ ասում են, Ադրբեջանի դերը ավելի կարևոր է, քան Հայաստանինը, որտեղ Ադրբեջանից երկու ճանապարհ է գնում, Հայաստանից մի ճանապարհ է գնում դեպի Սևծով կամ Եվրոպա եւ այլն։ Ուրեմն բազմիցս ասել եմ, հատուկ դժվար հասկացողների համար, որոնք փորձում են այդպես բաներ ասել։ Հայաստանի նշանակությունը նրանում չի, որ դու քանի ճանապարհ ունես դեպի Եվրոպա, այլ որ դու կարող ես փակել Չինաստանի ճանապարհը դեպի Եվրոպա։ Բանալի ես դու տարածաշրջանի, կարևոր բանալի ես դու տարածաշրջանի։ Նաև Վրաստանը այս առումով շատ կարևոր բանալի է։ Այսինքն Հայաստանի եւ Վրաստանի դերակատարությունը կարևոր են այնքանով, որ են կարող են Ադրբեջանի օդերը փակել ուղղակի։ Օդերը փակել, հատկապես այսօրվա իրավիճակում եւ Իրանը ու Ռուսաստանը մենք տեսնում ենք ինչ վիճակում են, հա։ Բայց ներողություն տարիֆներին, քանի որ պիտի անցնենք այստեղ, քանի որ Ֆրանսիան նաեւ նշեցիք ներողություն Չինաստանը։ Ֆրանսիան եւ Չինաստանը սկսել են գործակցել Թրամփի դեմ տարիֆների առումով։ Ճիշտ եք ասում, այսինքն ես կարողացա բացատրեմ, որ Հայաստանն էլ առաջարկելու բան ունի, ուրեմն շատ կարևոր դիրք ունի Հայաստանը, կարևորագույն։ Այսինքն այդ միջանցքը, որի համար էս ամբողջ պայքարը գնում էր, պետք էր վերցնել ու ասել ամերիկացիներ, եկեք միասին կառավարենք, որտեղ միևնույնն է մեզ հանգիստ չեն թողելու, իսկ մեզ պետք են հզոր դաշնակիցներ եւ գումարած մենք մի բան ենք, չի բարձ հասկանում։ Ադրբեջանի զսպելու միակ մեխանիզմը հզորագույն բանակ ունենալն է։ Կառուցել բանակ, զինված ուժեր։ Հիմա Ֆրանսիան, տեսեք, Ֆրանսիան նաև հայտարարել է Պաղեստին պետության հնարավոր ճանաչման մասին առաջիկա ամիսներին, ճիշտ է։ Այստեղ կա նյուանս։ Սա մի քիչ առաջ, ուրեմն, ես չգիտեմ, մեր եթերը, քանի որ ձայնագրության մեջ է, ես Երևանից եմ, հիմա մենք մի քանի ժամ շուտ ենք ձայնագրվում, անկեղծ ասենք մեր հետևորդներին, այստեղ կա նյուանս։ Ես հիմա տեսա, որ ուղիղ եթերը մտել Տրամփի ասուլիսն է, կաբինետը հավաքվել էր, քննարկում էր իրականացրել, հետո լրագրողներին ներս էին թողում, Տրամփը աննախադեպ, բնականաբար դա նույնպես ներկայացրեց որպես աննախադեպ պատմության մեջ գոյություն չունի, որ սա գաղտնի հանդիպում էր, բայց մենք հակցելու բան չունենք ձեզանից, մենք ձեզ թույլ ենք տալիս։ Հիմա տեսեք, այս իմաստով նշվեց այս, ես ամենաթարմ նորությունն եմ հիմա ասում, քիչ առաջ ուրեմն հետևում էի ուղիղ եթերին, ուղղակի չհասցրեցի ամբողջությամբ հետևել, որովհետև մենք պետք է եթեր մտնեինք, եւ ինչ ասում, ուրեմն ամեն մեկը իր զեկույցն է ներկայացնում եւ ասում է, որ աննախադեպ բան է եւ երեք մենք դրանից հետ խոսեցինք, թե ինչ, այսպես ոչ եթերը իր արտահայտություններ արել Տրամփը, թե որտեղն են իր գալիս համբուրելու, որ իր գործարք կնքել։ Եվ հիմա պարզեց 15 երկրի մասին ասեցին եւ հուսադրող այն է, որ Տրամփի ադմինիստրացիայի ներկայացուցիչը ասեց, որ մենք հիմա իրար հետևից կնքվող գործարքներ կտեսնենք։ 90 օրերի ընթացքում երևի։ Այո։ Հիմա գնում է ինչի է Մակրոնը այս քաղաքականությունը վարում Չինաստանի եւ այլն։ Մենք հասկանում ենք, ես պարզ արգումենտ ներկայացրեցի։ Անկամ եվրոպական տնտեսագետներն ասում են, որ եթե հիմա Միացյալ Նահանգների, իսկ դուք գիտեք, որ 125% սարքեր չէ տարիֆները, շտկում արեց Տրամփը, շտկում արեց 304%-ի մասին են խոսում, այսօր 125% գումարած 20% գործող դարձավ 145%։ Հիմա Չինաստանի արտադրողները, այսինքն արտադրության կեսը գնում էր Միացյալ Նահանգներում, մոտավորապես կեսը Եվրոպայի, այսպես կոպիտ հաշվարկ են կանում, հա։ Հիմա ուր պետք է այդ ապրանքների կեսը կորի։ Դա քիչ չի, հասկանում եք, այսինքն դա պետք է հեղեղի Եվրոպան, որը վտանգ է ներկայացնում Եվրոպայի համար, եւ Եվրոպային դա պետք չի, եւ Եվրոպան ուշ ստիպացել ինչ որ տարիֆներով կլինի, սանկցիաներով կլինի, չգիտեմ ինչ որ կերպ կլինի, սահմանափակել Չինական, որտեղ Չինաստանը ամենազորբա ձևով այդ ապրանքները Եվրոպանի դեպք նույնպես կասեցրեց տարիֆները Միացյալ Նահանգներից ներմուծվող։ Այո, Եվրոպան նույնպես 90 օրով ստացեց, բայց ես նշեմ անպայման, որ 10% բազային, ես երեք չեմ հասցրել նշեմ, 10% բազային տարիֆները թողնվել են։ Կանադայի եւ Մեքսիկոյի ապրանքների մեծ մասի նկատմամբ 25% տարիֆները շարունակում են գործել, բոլորի նկատմամբ 10% տարիֆները պահպանվել են, այսինքն հենց հիմա գործում են։
Եվ այս իմաստով Չինաստան, Ֆրանսիա, Մակրոնի հայտարարությունը սրանք բանակցային խաղաթղթեր են։ Դե Եվրամիությունն էր, ուղղակի Մակրոնը չէր։ Այո, չէ, Պաղեստինի ճանաչումն է։ Պաղեստինը այո, Ֆրանսիան։ Հասկանում եք, հիմա գնում է առևտուր։ Հիմա բոլորը փորձում են իրենց դիրքերը ով ինչ զենք ունի հանելու է, որտեղ դուք լսում եք, որ անգամ մի տնտեսագետ ասել է, առևտրային միջուկային պատերազմ է։ Եվ ավարտելով մեր այսօրվա եթերը ասեմ, որ շուկաները, այսինքն ֆոնդային մարքետները, ֆոնդային բորսաները նորից անկում են ապրել, երեք մի պահ ոգևորվեցին, երբ որ Թրամփի տոկոսանոց այսօր նորից իրականությունը վերադարձավ եւ նորից անկում են ապրում։ Եվ ամեն ինչի հետևանքները կրելու ենք մենք, ուրեմն Ամերիկայի քաղաքացիներս, նաեւ գնաճի տեսքով։ Մեկ անգամ էլ հիշեցնեմ մեր հեռուստադիտողներին, վաղը պարոն Չիբուխչյանի զրույցն է Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ, մեր եթերում արդեն լուրերի թողարկումը կլինի ուրբաթօրյա առանց պարոն Չիբուխչյանի հետ զրույցի, իսկ այսօր մեր եթերն էլ ավարտվեց, ցտեսություն, շնորհակալություն եւ ձեզ եւ պարոն Չիբուխչյանին, հաջողություններ եմ մաղթում ամենքիդ։